Սևանալճում ձկնորսները աշնանը ևս 620 տոննա սիգի արդյունագործական որս կարող են կատարել։ Պաշարները ուսումնասիրել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, որսի իրավունքը տվել շրջակա միջավայրի նախարարությունը։ Եթե նախկինում ձկան պաշարի ուսումնասիրությունները կատարվում էին տարեկան 1 անգամ, ապա վերջին տարիներին 2 անգամ։ 2024-ի նոյեմբերին իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա փետրվարի 1-ից հունիսի 1-ը թույլատրվել էր 314 տոննա որս իրականացնել։ Մարտ ամսվա ուսումնասիրությունների հիման վրա ևս 189 տոննա, իսկ նոր 620 տոննայի քվոտան սահմանվել է հուլիսին կատարված ուսումնասիրությունները հիմք ընդունելով։ Անհրաժեշտ է հաշվի առնվի, որ այդ նկարանումը իրականացվել է հենց հուլիս ամսին, այսինքն հուլիսից հետո էլի որս է կատարվել, երբ որ նրանք պետք է ներկայացնեն իրենց այդ որոշումը 620-ի, նրանք պետք է հանեն այդ հուլիս-օգոստոս ամսվա որսված ձուկը։ Հուլիսից մինչև հայտերի ընդունման պահը կատարվել է 109 տոննայի որս, այս չափականակը չի հանվել։ Պաշարն ու աճի տեմպերը այնքան են ավելացել, որ դա ըստ նախարարության ներկայացուցչի էական ազդեցություն չի ունենա ծավալների վրա։ Այսպես թե այնպես, դեկտեմբերից մինչև հիմա շատ լավ աճի տեմպ է նկատվում։ Դեկտեմբերին ասեցի, եղել է 1290 քանի տոննա, 314 տոննա որսվել է, մարտին արդեն դարել է 2900 տոննա, որից հետո ևս որսվել է և 2900 տոննայից հուլիսին դարել է արդեն 3900 տոննա։ Այս ձևի կտրուկ աճի տեմպերի ժամանակ այդ 100 տոննա հանելը ըստ էությամբ ազդեցություն չի անի։ Ամեն տարի դեկտեմբեր-հունվար ամիսներին իրականացվող սիգի որսի արգելքի միջգերատեսչական միջոցառումները շատ մեծ արդյունք են տալիս հետագայում ձկնատեսակի պոպուլյացիայի վերականգնման համար, վստահեցնում է նախարարության մասնագետը։ Աճի տեմպերը հետևում ենք և կարևորում ենք նոյեմբերին կայանալիք այդ հետազոտությունները, ինչի արդյունքում արդեն մենք մյուս տարի 26 թվականին կորոշենք նոր կվոտա և արդեն պարզ կլինի, թե աճի տեմպերը ոնց են, համալրումը մանրաձկներին ոնց է գնում, զարգացումը ոնց է գնում։ Մենք այս տարի ունեցել ենք բավականին մեծ լրացման պաշար, այսինքն այն մանրաձուկը, որը ծնվել է նախորդ տարիներին, այս տարի արդեն մտել է որպես արդյունագործական պաշար, լրացրել է արդյունագործական պաշարը, այդ պատճառով և ընդհանուր պաշարը և արդյունագործական պաշարը ավելացվել է։ Պաշարների ավելացումը արդյոք հնարավորություն չի տալիս ավելի մեծ քվոտա սահմանելու, այսպիսով նվազեցնելով նաև ապօրինի որսի ռիսկը։ Որսի թույլատրելի չափականակը հիմնված է գիտական ուսումնասիրությունների վրա։ Բացի դրանից, գիտական կենտրոնը պարտավոր է ապահովագրել Սևանի պաշարները հետագա ռիսկերից, այնինչ ըստ նախարարության մեծ քանակով որսի թույլտվությունը հնարավորություն է տալիս իրավական դաշտ գնալու։ Պետք է դեռ վերլուծել արդյունքները, բայց սա հնարավորություն է տալի իրավական դաշտ գալու ավելի մեծ քանակության, որը համապատասխանի իրական որսը տված թույլտվության որսի չափականակի հետ։ Իհարկե դա շատ կարևոր է։ Ու այստեղ եթե ստաբիլ մեր մոտ գնա մեծ քանակության արդյունագործական որս, արդեն կառավարելիությունը ավելի հեշտ է դառնում։ Եթե մենք գնանք այն ճանապարհով, որ որսենք մաքսիմալ ինչքան կարող է, հաշվի չառնելով այն փոփոխությունները եւ բնական եւ մարդկային գործոնը, ապա մենք կարող ենք տալ ինչ որ ավելի շատ առաջարկ որսալու, բայց իրականում այդպես չէ, մենք պետք է այդ բոլոր ռիսկերը գնահատելով զգուշանալ եւ տալ այնպիսի որսի չափ, որը կապահովի հետագայում ստաբիլ նրա աճը եւ կկանխի նրա իսպառ ոչնչացումը, ինչ որ մենք ունեցել ենք օրինակ մեր այլ ձկնատեսակների հետ։ Իսկ Սևանալճում ձկնորսները որս կարող են իրականացնել պայմանագրերի կնքման օրվանից մինչև նոյեմբերի 20-ը։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, Արամ Հարությունյան, լուրեր։